Պարոն Նիկոյան, այստեղ տեղի է ունենում բողոքի ակցիա, հանրապետականներն են նախաձեռնել եւ զուգահեռաբար էլ նաեւ նախագահականի ներսում տեղի է ունենում ԵՄ Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Ես կխնդրեմ իրականության հետ զուգահեռներ անցկացնեք։ Երկու իրականություն է, միտեղ գագաթնաժողով է ընթանում, միտեղ էլ բողոքի ակցիա է տեղի ունենում։ Գիտեք, ես ամբողջ իմ այն ժամանակահատվածում բարձրաստիճան պաշտոնյա եմ եղել, ես չեմ տեսել մի դեպք, երբ ընտրություններից մեկ ամիս առաջ որևէ միջազգային ֆորում կազմակերպեն մեկ այլ երկրում։ Դա ընդունված չի եղել։ Ես հիշում եմ IPU-ի առաջարկ արեցի, որ ընտրություններից 4 ամիս առաջ Հայաստանում անցկացնել, եկավ նրանց գլխավոր քարտուղարը, ամեն ինչ նայեց բան նորմալ, ասեց ընտրությունը երբ են։ Երբ ասեցի, որ 4 ամիս կա, ասեց հրաժարվում ենք, որտեղ 4 ամիս առաջ գալ, դա նշանակում է նախընտրական քարոզություն իշխանության օգտին։ Մենք դա չենք անի։ Հիմա եկել են մեկ ամիս առաջ։ Այստեղ մենք ասենք շահագրգիռ կողմերը, ովքեր ինչ են շահում։ Եվրոպան եկել է այստեղ։ Մակրոն է եկել, կապիկություն անում, չգիտեմ ինչ անում է, ինչ է, ինքը 2 ամիս հետո ոչինչ է, հա։ Բայց մեծ խոսում է, մեծ խոստումներ է տալիս։ Մենք կարող ենք հիշել, չէ՞, իսկ ինչ արեցիք, բացի խոսքից, երբ ագրեսիա էր Արցախի հանդեպ, ինչ արեցիք, բացի խոսքից, հա, երբ ամբողջ Արցախի նկատմամբ ցեղասպանություն իրականացան, բացի խոսքից ուրիշ ինչ արեցիք։ Ընդամենը Փարիզի քաղաքապետը եկավ, կանգնավ Գորիսի մոտից, նայեց ու հետ եկավ։ Ուրիշ ինչ է կարել բացի խոսքից։ Մի խոսքով շանդրադառնանք նրանց յուրաքանչյուրին, ասեմ հետևել, նրանց շահը որն է, որ այսօր եկել են։ Նրանց շահը հետևյալը, գտել են Հայաստանում մեկին, մի մոլագար մեկին, որը չունի իզմեր, չունի ազգային պատկանելություն, չունի ազգային մտածելակերպ։ Նրանք ուզում են Նիկոլին օգտագործեն իրենց շահերի համար։ Իրենց շահը որն է, Ռուսաստանին մեկուսացնել եւ ավելի նոր ուժեր Ռուսաստանի դեմ ճակատում ընդգրկել։ Նիկոլը կարծես թե պատրաստակամությունը հայտնեց ծառայել նրանց։ Այսինքն այն ինչ տեղ ունեցավ նրանք կարողացան անել Ուկրաինայում, գտան Զելենսկում, բերեցին եւ սկսեցին ճակատ Ռուսաստանի դեմ, նույնը ուզում են անել Հայաստան։ Դա իրենց շահն է։ Դա իրենց շահը, իրենք եկել են եվրոպացիները, իրենց շահի հետևից են եկել։ Այստեղ ծափ կտան, կժպտան, այս կանեն, այն կանեն, հնչեցին այստեղ այնպիսի թշնամական իհարկե։ Դուք նայեք ինչ ասեց Զելենսկին։ Զելենսկին ասեց, որ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում իրենց դրոնները այսինքն ինքը Հայաստանից ռազմական ագրեսիայի մասին խոսեց Ռուսաստանի դեմ։ Հայաստանից նույնը ինքը Ադրբեջանի չէր անում, չէ՞, որտեղ Ադրբեջանի նախագահան ինչքան էլ ատոմ է ռուսներին թույլ չէր տա։ Նա իր ազգի մտածելակերպը ունի, իր ցեղի մտածելակերպը ունի, սա չունի։ Այստեղ կարող են գան բոլորը ոտերը սրբեն Նիկոլի եւ մեր ազգային արժանապատվության վրա։ Հասկանում եք, գալիս է այստեղ սպառնում է Ռուսաստանին։ Սա Հայաստանի ներքաշելա նշանակում ուկրաինական հակառուսական այս պատերազմի մեջ եւ Նիկոլը գնում այդ ուղղությամբ։ Ինչ շահ ունի Թուրքիան եւ Ադրբեջանը գլոբալ առումով ողջունելով, ճիշտ է, Եվրոխորհրդի վրա մաթափ տալով, հա, եվրոպական որոշակի կառույցների վրա, բայց Նիկոլին ողջունում է, որտեղ Ադրբեջանը ունի իր շահը, Թուրքիան ունի իր շահը, որտեղ ինքը ստրուկի նման անում է այն, ինչ իրեն հրամայում է Ալիևը։ Ինքը անում է դա, այսինքն նրանց համար էլ է ողջունելի, ասենք, ամբողջ Եվրոպայի համար ողջունելի է, որտեղ իրենք հակառուսականության նոր դաշնակից են գտնում Ադրբեջան Թուրքիայի համար ձեռունտ է, որովհետև այս սրա արդյունքում իրենք գտնում են, որ կարելի է հնարավոր է, որ հաջորդի հոգեբանության վրա ճնշում գործադրեն հաջորդը նորից Նիկոլին ընտրի եւ իրենք լուծեն վերջնական իրենց բոլոր խնդիրները, միակ ուժող կողմը, որ կա այս ամեն ինչը, դա հայ ազգն է, հայ ազգային շահերն է, հայ պետականությունն է, մեր արժանապատվությունը եւ այլ եւ այլ։ Երբ այնտեղից Ալիևը ասում է, որ ես հաղթել եմ, ջարդել եմ, փշրել եմ, սպանել եմ, ավելել եմ, գրավել եմ, այստեղից ծափ են տալիս։ Ես թեկել եմ ծափ տվողների վրա, եվրոպացիների վրա, ով որ իմ թշնամու համար ծափ է տալիս։ Բոլորի համար ով ծափ է տալիս։ Այս սա դրա համար է։
Նաև Վարոն Նիկոյան, կխնդրեմ անդրադառնալ այն հանգամանքին, որ Իլհամ Ալիևը չնայած խաղաղություն է հաստատվում երկու պետությունների միջև հրաժարվեց գալ Հայաստան, սա ինչ ենթատեքստ ունի, նաև իր ելույթում էլ նա հայ ազգին սեպարատիստներ անվանեց, իսկ դրա փոխարեն մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց 2028 թվականին վարչապետ լինելու դեպքում այցելել Ադրբեջան Բաքու։ Նիկոլը փարվում աննրա ոտքերին, Նիկոլը չգիտեմ, որովհետև պատրաստից հետո պարտված կողմը որպես Նիկոլը անհասնական վախ ունի Ալիևից։ Եվ նա ինչքան հայում, այնքան փարվում է, այսպես գեղեցիկ է խոսում, ժպտում է եւ այլ եւ այլ։ Ինքը մարդկային եւ ազգային արժանապատվություն չունեցող կենդանի է։ Դրա համար էլ ունենք սա ինչ ունենք։ Նա շատ հստակ ասում է, այդ խաղաղություն չի լինելու։ Նա Երևանին Երևանը ասում։ Նա Գյոկչա ասում եւ այլ եւ այլ։ Զանգեզուրի նկատմամբ 300,000 ադրբեջանցի արդեն պասպորտ է տվել եւ այլ եւ այլ։ Նա նպատակներ ունի։ Դու ինչքան էլ ուզում ես կերատաշտակի մեջը մնալու համար, ինչքան էլ ուզում ես որ սիրաշահես բոլոր մեկը, նա թուրք է, նա իր նպատակները իրականացնելու է։ Այստեղ խնդիրը հետևն է, ինչ անելու հայ ազգը։ Այս է, բոլորը վախենում են։ Բոլորը ունեն այդ ինֆորմացիան, ամբողջ արևմուտքը, Թուրքիան, Ադրբեջան, որ Նիկոլի ժողովուրդը զզվում արդեն նրան է, որտեղ նա ապազգային է, որտեղ նա, չգիտեմ, կործանում է ամեն ինչը, մեր ազգի եւ պետության գլխին ողբերգություն է բերել, տիեզերական մասշտաբի բոլորը դա հասկանում են արդեն, բոլորը հասկանում են, դեպ դրա համար ամբողջ Եվրոպայով եկել լծվել է այստեղ, ինչի համար, հայ ընտրողի ուղեղի վրա ազդեցություն գործելու համար են եկել։ Թուրքիան, Ադրբեջանը իրենց ռազմատենչ ագրեսիվ խոսակցությունը մի քիչ փոխել են, չնայած այնքան էլ չեն փոխել, նույնը ասում են մեկը պետք է անեք այն ինչ մենք ասում ենք, բայց մեկը նրանք ուզում են Նիկոլը լինի, որ կարողանան ամեն ինչը ստանան Նիկոլից։ Սա է խնդիրը։ Արևմուտքը ունի իր ստանալիքը, Ադրբեջան, Թուրքիան ունի իր ստանալիքը, կորցնում է մենակ մեր ազգը։